Բարև ձեզ, օրվա նորություններից կարևորներն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 20 նոյեմբերի 5 շաբթի։ Ապրիլի 1-ից բոլոր նպաստներն ու թոշակները կստանան անկանխիկ, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը որոշել է նաև 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրերի և սուբվենցիոն մի քանի նախագծերի համար հերթական գումարներ է հատկացնել։ Կառավարությունը 1 միլիարդ դրամ կուղի 20 համայնքի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը նախագիծը ներառում է 24 սուբվենցիոն ծրագիր, որոնք հիմնականում վերաբերում են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ, պարոն վարչապետ։ Տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու ծրագիրը մինչև տարեվերջ կիրականացվի, վարչապետին վստահեցրեց նախարարը։ Այս պահին արդեն 475 կիլոմետրը ավարտել են։ Փաշինյանը հիշեցրեց, այս տարի մի քանի խոշոր ծրագրեր են իրականացվել եւ իրականացվում։ Նախ հյուսիս-հարավ ճանապարհահատվածին հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածն ավարտվեց եւ ամիսներ առաջ շահագործման հանձնվեց։ Իսկ հիմա հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Մեկը Թթուջուր Նավուր ճանապարհն է, մյուսը Գանձակար Իծակար, որը Բերդ եւ Իջևան խոշորացված համայնքները միացնում է իրար։ 25-30 տարվա օրակարգ է, որովհետեւ ես չգիտեմ ներկաներից կհիշեն, թե չեն հիշի, երբ որ Բերդում այն ժամանակ խոշորացված չէր, դեռ այն ժամանակներից, երբ որ խոշորացված չէր, կային նախաձեռնություններ, տարբեր անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ։ Հիմա մենք Բերդի համար, Բերդ խոշորացված համայնքը Երևանին եւ Տավուշի մարզի ներսում 3 ճանապարհ ունի գործող։ Հիմա պաստորեն Թթուջուր Նավուրով դեպի Երևան եկող ամենակարճ ճանապարհն է, որը նույնիսկ ասում են մի ժամ Բերդից Երևան ճանապարհը կարճացնում է, եթե ոչ մի ժամ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրը կդառնա մշտական։ Այն գործում է 2022 թվականից եւ ավարտվելու էր 2025-ի վերջում։ Ծրագիրը վերածվելով մշտական պետական նպաստի կգործի նույն տրամաբանությամբ։ Երրորդ եւ հաջորդ երեխային մինչեւ 6 տարեկան կտրվի ամսական 50,000 դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքով 20% հետվճարի մեխանիզմի շնորհիվ էլ ընտանիքները կկարողանան ավելացնել այդ գումարը։ Կանխիկ առևտրի դեպքում ամսական ստանալով մինչև 60,000 դրամ։ Այսպիսով կստացվի, որ ընդհանուր առմամբ մեկ երեխայի համար 6 տարվա ընթացքում աջակցությունը կկազմի 4 միլիոն 320,000 դրամ։ Հոկտեմբեր ամսվա դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38,816 երեխա, այսքան երեխաների համար վճարվում է այսքան գումար եւ մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ։ Ինքը բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է։ Հաջորդ փոփոխությամբ էլ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ, անկախ երեխայի հերթականությունից։ Նախարարը հիշեցրեց, որ ներկայում միանվագ նպաստը տարբեր է։ 300,000 դրամ տրվում է առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում, 1 միլիոն դրամ երրորդ եւ չորրորդ երեխայի համար, 1.5 միլիոն դրամ 5-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում։ Գործող համակարգը սակայն Թորոսյանի խոսքով հաճախ չի ծառայում իր նպատակին։ Հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ։ Հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Վարչապետի մոտ տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող երեխաներն են այդ գումարը ստանում։ Արսեն Թորոսյանը պարզաբանեց, խոսքը Հայաստանից դուրս ծնված եւ Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում չգրանցված երեխաներին է վերաբերում։ Նրանք ստանում են եւ ծննդյան միանվագ նպաստը, եւ 50,000-ները։
Ոչ մեկի մոտ հարց չի ծագում, մենք այդ գումարը Հայաստանից դուրս ենք տալիս, ինչի, այսինքն մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Տենց է ստացվում։ Ըստ էության, երբ որ տենց հասկացել ենք, փորձել ենք կարգավորել, ես թիվ կարող եմ ասել, օրինակ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ ենք տվել այն երեխաների համար, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կայացության ակտերում գրանցված չեն։ Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևել տրամաբանության, պարոն վարչապետ։ Ծնունդից հետո 1 տարվա ընթացքում, եթե կգան կգրանցվեն, այսինքն կստանձնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կստանան այդ գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա։ Նույնը վերաբերում է 50,000-ներին, եթե երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստը երեխան կգա կգրանցվի, գրանցման պահից կստանա, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում։ Նախագիծն ընդունվեց, բայց այն նկատառմամբ, որ կա հարցերի մի շերտ, որի շուրջ դեռ պետք է աշխատեն։ Իդեպ, այս նախագծով սահմանվեց նաև, որ նպաստներն ու թոշակները ապրիլի 1-ից բոլորը պետք է ստանան անկանխիկ։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի հերթական փուլի իրականացման համար էլ գործադիրը որոշեց հատկացնել շուրջ 10 միլիարդ 772 միլիոն դրամ։ Արդեն աշխատանքները ավարտել ենք 60 դպրոցներում, որոնցից 35-ը կառուցված են, 25-ը նորոգված եւ 235 նախադպրոցական հաստատություններում, մինչեւ տարեվերջ պլանավորում ենք շահագործման հանձնել եւս 50 դպրոց, որից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող, մինչեւ 26 թվականի սեպտեմբերի 1-ը եւս 151 դպրոց, 49-ը կառուցվող, 102-ը նորոգվող եւ 26 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւս 47 կառուցվող դպրոց։ Սա ըստ նախարարի նշանակում է, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն 308 դպրոցներ։ Օրակարգային վերջին հարցով էլ կառավարությունը գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Ծատուրյանի թեկնածությունը հաստատեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ից կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու զորացում կատարելու մասին որոշումը, ըստ այդմ նախատեսում է զորակոչի շրջանակում զինված ուժերի համալրման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացումն իրականացնել 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Վարչապետը Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ Երևանում հանդիպմանը խնդրել է տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ Փաշինյանն այս մասին հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել հարցին, արձանագրելով, որ նախագահ Թրամփը խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, ասել է վարչապետը։ Նա եւս մի քանի հարցերի է պատասխանել։ Ձեր ընտրության կարևոր լիցք ծրեցիք մեր սրբության սրբոց մայրաքաղաքը Սուրբեջանացինը կտրիչ ներսիցանից ազատելու գործընթացին։ Ինչ լիցքի մասին է խոսքը։ Հենց այդ լիցքն է, լիցքի մասին է խոսքը, որ վաղար շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա տեխնացուն հաղթել են եւ ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղար շաբաթում նույնպես, Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է մայրաթոռը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, մայրաթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված, հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին եւ այլն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետեւ նաև իհարկե այդ ծրագիրը իրականացվում է
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաեւ ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի եւ մի հարց էլ հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդող այս փուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար։ Որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Ձեր վերջին ելույթներում դուք պարբերաբար նշել եք, որ եթե օրինակ օգտագործվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցքի եզրույթը, Ադրբեջանը իր ներքին ճանապարհները նկատի ունի եւ ոչ խոսքը Հայաստանի սահմանների մասին չէ։ Ի վերջո Ադրբեջանից ստացել եք այդ բարձրաբանումը, ինչ նկատի ունեք Զանգեզուրի միջանցք ասելով եւ Թուրքիան ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես ուրիշ բան եմ ասել եմ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը եւ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այդ ենք ասում։ Մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Երկրորդ օրն է Վրաստանում է Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցերը։ Անդրադառնալով խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության, տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ Կողմերը համակարծիք է եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի եւ Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։ Այնուհետ տեղի ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Ուկրաինայի խաղաղության Թրամփի ծրագիրը իրարանցում է առաջացրել արևմտյան մամուլում։ Տեղեկություններ են տարածվել, որ Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ, իսկ Վլադիմիր Զելենսկին իբր Թուրքիայի ժամանել բանակցություններ ինտենսիվացնելու համար, բայց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, թե նախագահների այլասկայում հանդիպումից ի վեր որևէ նոր զարգացում տեղի չի ունեցել։ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է ռուս պաշտոնյաների հետ գաղտնի աշխատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդել է Axios-ը, հղում անելով ինչպես ռուս, այնպես էլ ամերիկացի պաշտոնյաներին։ Axios-ի տվյալներով ծրագիրը բաղկացած է 28 կետից, որոնք ընդգրկում են 4 կատեգորիա՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ապագա հարաբերություններ։ Ըստ հրատարակության ծրագրի մշակումը ղեկավարում է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկոֆը, ով այն մանրամասն քննարկում է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրի Դմիտրիևի հետ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ երեք Թուրքիայում Վիտկոֆը պետք է հանդիպեր Զելենսկու հետ, սակայն այնուհետև հայտնել են, որ նա հետաձգել է իր այցը։ Սակայն Թրամփի հատուկ դեսպանորդն արդեն քննարկել է առաջարկվող պլանը Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ այս շաբաթվա սկզբին Մայամիում կայացած հանդիպման ժամանակ, Axios-ին հայտնել է ուկրաինական աղբյուրը։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Axios-ի հաղորդագրության վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին ի պատասխան ասել է, որ նախագահների այլասկայում հանդիպումից ի վեր որևէ նոր զարգացում չի եղել։
Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին կարելի կլիներ հաղորդել։ Անկորիջում քննարկումներ են եղել եւ այնտեղ քննարկվածից բացի որևէ նոր զարգացում չկա։ Իսկ ուկրաինացի պաշտոնյաները ծանոթացել են Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկած ծրագրի մանրամասներին, քննադատել են այն, հաղորդում է Financial Times-ը։ Ըստ պարբերականի ծրագիրը համապատասխանում է Ռուսաստանի մաքսիմալիստական պահանջներին եւ Ուկրաինան չի համաձայնի դրան առանց էական փոփոխությունների։ NBC News-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ հաստատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության 28 կետից բաղկացած ծրագիրը, որը գաղտնի մշակվել էր Սպիտակ տանը Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի եւ ուկրաինացի պաշտոնյաների հետ խորհրդակցությամբ։ Լրատվամիջոցը հրապարակել է նաեւ Ստիվ Ուիտկոֆի X սոցիալական ցանցում կատարած գրառումը։ Նա սահմանաբար ստացել է կայից, գրել է Ստիվ Ուիտկոֆը սոցիալական ցանցում եւ արագ ջնջել հաղորդագրությունը։ Sky News-ը մեկնաբանել է, որ ըստ երևույթին նա կարծել է, թե անձնական հաղորդագրություն է ուղարկում։ Ուիտկոֆի մեկնաբանությունը արձագանք էր Բարակ Ռավիդի Axios-ում հրապարակված սենսացիոն հոդվածին։ Հրատարակությունն առաջինն էր, որ նախորդ օրը հաղորդեց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Սպիտակ տան գաղտնի ծրագրի գոյության մասին։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի խաղաղության ծրագիրը հիմնված է հակամարտության երկու կողմերի առաջարկների վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի նման բարդ մահաբեր պատերազմի ավարտը պահանջում է լուրջ եւ իրատեսական գաղափարների լայն փոխանակում, եւ երկարատև խաղաղության հասնելը պահանջում է, որ երկու կողմերն էլ համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Հա թե ինչու մենք մշակում ենք եւ կշարունակենք մշակել այս պատերազմը ավարտելու հնարավոր գաղափարների ցանկ, հիմնվելով երկու կողմերի առաջարկների վրա։ Ալլա Ալաչյան, Հորիզոն։ Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը։ Ազատություն ռադիոկայանին փոխանցել է փաստաբան Արամայիս Հարապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի քրեակատարողական հիմնարկում պահման վայրի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքով։ Գյումրի հավագանու ընդդիմադիր խմբակցությունների մանդատների թիվն այս պահին համալրված է եւ պարզ մեծամասնության կազմն ապահովված հավագանու նիստեր գումարելու համար։ Հոկտեմբերի 20-ից հետո մանդատներից հրաժարումների, հերթական կամ հաջորդ համաներին փոխանցումների գործընթացին միաժամանակ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այս օրերին կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակներից ինքնաբացարկի դիմումներ է քննարկել։ Երեկվա նիստի օրակարգի հարցերից երկուսը ինքնաբացարկի, մեկը նոր մանդատ հատկացնելու մասին էին։ Վերջին 3 շաբաթում 4-րդ արտահերթ նիստն անցկացրեց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի ավականու անդամներից ստացած դիմումները քննարկելու կամ արձանագրելու օրակարգով։ Կոմկուսից, մեր քաղաքը դաշինքից ու նաև քաղաքացիական պայմանագրից եկած դիմումները ավականու տեխնացուների ցուցակի դուրս գալու եւ ավականու մանդատները վայր դնելու վերաբերյալ են։ Ընտրատարածքային հանձնաժողովն այս նիստում կոմունիստական կուսակցության ցուցակում գտնվող Գնել Մանուկյանի ինքնաբացարկի դիմումը քննարկեց։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավականու անդամի տեխնացու Գնել Խաչիկի Մանուկյանի գրանցումը։ Իսկ ավականու մանդատներից հրաժարումների շարքը սկսվեց հոկտեմբերի 20-ի հայտնի դեպքերից հետո, երբ ավականու անդամների եւս կալանավորեցին։ Կալանավայրից մանդատները վայր դնելու դիմումները հեշտով հասան քաղաքապետարան, որտեղից էլ արձանագրությունները ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Մանդատների փոխանցումները ցուցակի հերթական համարներին այս պահին Կոմկուսում ավարտված են։ 8 մանդատից պակասում է միայն մեկը քաղաքապետի մանդատը։ Նոյեմբերի 11-ի ավականու չկայացած նիստից հետո ոչ քաղաքական, այլ անձնական խնդիրների պատճառով մանդատից հրաժարվեց նաև մեր քաղաքախմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը։ Նրան կփոխարինի թիմի մեկ այլ անդամ Արտակ Հովսեփյանը։ Հանձնաժողովի նիստում նրան հանձնվեց ավականու մանդատը։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է Գյումրի համայնքի ավականում մեր քաղաքակուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավականու անդամի մանդատը տրվում է մեր քաղաքակուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացու Արտակ Սամվելի Հովսեփյանին։ Արտում բեռնավոր աշխատանք։
Հանձնաժողովը մեկ դիմում էլ ստացել էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Ավականու ցուցակից դուրս գալու դիմում էր ներկայացրել Հմայակ Խաչատրյանը, ով կուսակցության 99 հոգանոց ցուցակի 83-րդ համարն է։ Ցուցակի վերջից 16-րդ համարում գտնվող Հմայակ Խաչատրյանի դիմումը ընտրատարածքայինը մեկ անգամ մերժել էր, օրենքով սահմանված կարգը խախտելու համար։ Չի ներկայացրել նոտարական վավերացմամբ դիմում եւ չի ներկայացել իր դիմումի քննության նիստին։ Այս անգամ նա բացակա չէր։ Օրենքի պահանջով, եթե դիմումը նոտարական վավերացված չի, ուրեմն դիմումատուն պետք է ներկա լինի նիստին, մեր նիստին Հմայակը ներկա է, դուք ձեր դիմումը պնդում եք, դուք կարող եք գնալ, օրենքի պահանջը մենք կատարել ենք։ Իր պահանջը պնդելուց հետո արդեն նախկին կուսակցականը արագ հեռացավ ընտրատարածքից։ Հանձնաժողովի գումարած 4 արտահերթ նիստերի արդյունքներով այս պահին Գյումրիի ավականու կազմում պարզ մեծամասնությունն, այսինքն առնվազն 17 մանդատներն ապահովված են։ Եթե խմբակցություններից այլ դիմումներ չստացվեն, ավականու նիստեր կգումարվեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների չներկայանալու դեպքում նաև։ Ամեն մեկ րոպեն էլ քաղաքի զարգացման համար կարևոր է։ Մենք այս ընթացքում սուբվենցիոն ծրագրերի հավանություն պետք է տայինք, որոնք պետք է ուղարկվեր արդեն կառավարություն։ Դուք գիտեք սուբվենցիոն ծրագրերը քաղաքի համար որքան կարևոր են։ Բյուջեի քննարկում է գալիս եւ այլն։ Ցանկացած հարց, ցանկացած խնդիր, որ օրակարգային գալիս է մտնում է արդեն լիագումար նիստերի դալիճ, բնականաբար կարևոր է։ Հիշեցնենք, Գյումրիի ավականու մեկ նիստ արդեն չի գումարվել քվորումի բացակայության պատճառով։ Վերջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ Առաջիկայում ավականին արտահերթ նիստ է գումարելու հաջորդ նիստի օրը նշանակելու համար։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Հասկանով այս ժամի լրահոսը եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։